Էրդողանը կրկնեմ Ամերիկայի հետ ունեցած այս հարաբերությունների այս վիճակը, որը շատ լավ գնահատել չի կարելի, ինքը դողացնում է այս հարաբերությունների պահպանման վրա, որտեղ դա իրան անհրաժեշտ է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական դասավորումների մեջ ու խնդիրը մերձավոր արևելքն է։ Ուրեմն դրա հետ պետք է կապել Էրդողանի ոգևորությունը հայ-թուրքական հարաբերությունների։ Տեսեք, իրանք ասում են, իրանք դառը չեն քաշել միջին միջանցքը։ Շատ երկար, այսպես ջանքերի շնորհիվ միջին միջանցքը հավանության արժանացավ նաև Չինաստանի կողմից, այսինքն տեղավորվեց չինական ջանքերի շնորհիվ։ Թուրքական հենց Էրդողանի ջանքերի շնորհիվ, որը Ցիմպինի հետ մի քանի անգամ հանդիպումներում անընդհատ բարձրաձայնեց այդ մասից տարիների աշխատանքեր իրականում, որ միջին միջանցքը համընկնի գոտի եւ ճանապարհի հետ։ Ի վերջո ըստ էության չինացիները տվեցին իրենց համաձայնությունը։ Եվ հիմա երբ որ գալիս է թրիփը, իրենք թրիփը հարմարեցնել են հենց իրենց ասած միջին միջանցքին։ Ինքը իրականում ավելին է, բայց թուրքերի համար գոնե ռոպագանդայի դաշտում իրենք կներկայացնեն այն, որ իրենք միջին միջանցքի հեղինակն են, առաջ են քաշել եւ այլն եւ այլն։ Նույնիսկ կարծես Ադրբեջանն է։ Դե հիմա այս պահին Ադրբեջանը այո շարունակում է այս ռետորաբանությունը, որտեվ էքստերիտորիալ տարածք ստանալը ըստ էության չստացվեց, փակվեց սա, ինչը որ եւ Թուրքիայի համար էր կարեւոր եւ Ադրբեջանի համար էր կարեւոր։ Եվ այս համատեքստում իրենք արդեն պրոյեկտում են, այսինքն մեկը մյուսին կապում են, միևնույնն է Թուրքիան շատ շահող է դուրս գալու, որովհետեւ ինքը փաստացի վերածվում է կամրջի։